Բարև Մարիկ ջան, բարև ձեզ։ Բուկլետել։ Բարև ձեզ, բարև տատի ջան, բարև ձեզ։ Բարև պարոն Փաշինյան, բարով եք եկել մեր երկիր, լավ։ Շնորհակալ եմ։ Եկել եք մեր գյուղը։ Իմ սրտից, իմ տարիքից։ Տես ինչքան եմ ձայնագրեք իմ բառերը։ Ձայնագրվում ասեք։ Քանի տարի ես աշխատում։ 8 Կցանկանամ ցմահ աշխատել։ Չէ, պետք չի ցմահ, բա թոշակ հանգստանալ բան։ Չէ։ Ինչ եք զրկում։ Սովետ միության ժամանակ Գնդեվազ գյուղը ռեկորդային է եղել։ Հիմա էլ խնդրում եմ այդ տարիքիցս, որ բարելավ ես, երկար տարիներ աշխատես բոլոր գյուղացիներին, համայնքներին, շրջաններին, տիրություն անես, ժողովուրդով է ղեկավարը նստում, նստատեղում, նստակեցավայրում։ Ճիշտ եք Մարիկ ջան։ Ես ցանկանում եմ։ Ձեր թոշակը բարձրացել է։ Բարձրացել, բայց ելն եմ ուզում։ Դա քիչ է։ Ինչքան է բարձրացել։ 10,000։ Իսկ անկանխիկ առևտուր անում եք։ Փող ունեք գրպանս։ Չէ, այդ թոշակից որ անկանխիկ առևտուր անեք 10,000 էլ կավելանա, էլի։ Այդ անում եք։ Այդ հետագան ցույց կտա։ Հիմա։ Իսկ առողջության ապահովագրությունից օգտվել եք, թե չէ։ Դեռ չեմ գնացել, բայց պետք է գնամ սրտի վիրահատություն։ Տեսնում եք, բա այդ արդեն Ռայկոմի Սովետ միության ժամանակ մեր գյուղը առաջինն է եղել պլանների կատարման տեսակետով։ Լավ ղեկավարներ է ունեցել, լավ աշխատող ժողովուրդ ենք։ Խնդրում եմ ավելի լավ նայել Գնդեվազ գյուղին։ Անպայման, էսա ես էլ կասեմ։ Որովհետև մենք աշխատող ենք, քարից հաց քամող մարդիկ ենք։ Շատ լավ։ Հիմա գրյար։ Էսա հենց հիմա գնում եմ պատասխանեմ, հենց հիմա գնում եմ պատասխանեմ։